Հայաստանի ռազմական գերատեսչությունը կրկին հերքել է Բաքվի հաղորդագրությունը, թե նախօրեին ու գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Բաքվից վերջին օրերին ավելի հաճախ են հնչում նման պնդումներ։ Երեկ հայկական կողմը հաղորդել էր Սյունիքի խնածախի ուղղությամբ կրակոցների մասին ու վնասված բնակելի տան լուսանկարներ հրապարակել։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը կանչվել է երկրի արտգործնախարարություն, նրան բողոքի խիստ նոտա է հղվել։ Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերի Հայաստան կատարած այցի ընթացքում սոցցանցում հրապարակած Արցախի դրոշի կապակցությամբ։ Այդ հրապարակումը Ադրբեջանը համարել է մեջբերում ոտնձգություն երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ։ Ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցների Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը ներողություն է խնդրել, ասել, որ տեխնիկական սխալ է եղել։ Ազգային ժողովի իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դնում падգամավորական մանդատը։ Ազգային ժողովի падգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսևորել անհարկի վարքագիծ, գրել է Գաբրիելյանը, ով կիրակի Գյումրիում անսթափ վիճակում սեռական բնույթի հայհոյանք էր տվել հարցազրույցի ընթացքում։ Ըստ պաշտոնական տվյալների Մյանմարում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 2719-ի, վիրավորվել է ավելի քան 4500 մարդ, իսկ 441-ն անհետ կորած է համարվում։